Իշխանությունը եւ խորհրդարանական ընդդիմությունը ներկայացում են բեմադրել եւ շարունակում են սցենարի համապատասխան գործել։ Առաջին լրատվականի հետ զրույցում նշեց ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։ Նման տեսակետ ունի նաեւ Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոզ Գիմիշյանը։ Նրա դիտարկմամբ հիմա ներկայացումների քանակն ավելի է շատացել, քանի որ քառօրյա պատերազմից հետո դեմքերը փրկելու խնդիր կա։ Ըստ նրա եւ ընդդիմությունը եւ իշխանությունը խղճուկ վիճակում են։ Այսօր ընդդիմադիր լինելն էլ այդքան ամոթալի է, նույնքան ինչքան իշխանավոր լինելը, իշխանություն ներկայացնելը։ Այսօրվա պարլամենտում որից է մի մանդատ չկա, որ առանց Սերժ Սարգսյանի եւ Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցված չկա մի մարդ, որը ժողովուրդն է ընտրել։ Մեկ մանդատ չկա։ Այսինքն Սերժ Սարգսյանը ցանկանա 5% չի գրի, կգրի 4.5։ Իրենք կարան 70%-ը 4 գրեն, ուր մնա 5-6%-ը։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր այսօր լինի իշխանություն թե ընդդիմություն, այդ որոշումը կայացվում է կաբինետներում, ժողովրդի ընտրության հետ կապ չունի։ Հիմա նոր սկսվում է նոր վարչախումբը ուշքի գալ, փորձում է նորից ղեկը վերցնել, բայց չի ստացվում։ Նրանց աջակցեց դժբախտաբար մեր նախկին գործընկերները ՀԱԿ կուսակցությունը, որովհետև երբ ամբողջ ժողովուրդը կանգնեց իսատար զինվորին, նրանք կանգնեցին Սերժ Սարգսյանի կողքին, եւ այդ 4+4+4 ֆորմատ ասածն էլ հենց դրա շարունակությունն էր։ Եթե ճիշտ արձանագրենք, կոչվում է 1+4, այսինքն հանրապետական կուսակցություն գումարած իրեն սպասարկող դաշնակցություն օրենք ԲՀԿ հիմա ավելացավ ՀԱԿ-ը։ Գոյություն չունի քաղաքացիական ներկայացուցիչները, գոյություն չունի ընդդիմության ներկայացուցիչները։ Եվ արձանագրել առաջընթաց պատմական ինչ-որ բաներ են բերում, դա աբսուրդ է։ Բանախոսների դիտարկման ոչ ընտրական նոր օրենսգիրքը, ոչ կոռուպցիայի դեմ պայքարի նոր փուլը ոչինչ չեն տալու։ Երկուսի պարագայում էլ իշխանությունները շահերի բախում ունեն։ Գողը, ավազակը, կոռումպացված ինչպես կարող է ինքը իր դեմ պայքար տանել։ Դա թատրոն է, ուզում են լրացնել, ես ասում եմ, հասարակության տրամադրությունները վարչախումբը լավ տիրապետում է, ուզում են գոլոշի բաց թողնել։ Եվ այդ թատերական ներկայացումը իրականացվում են։ Հիմա եթե ամբողջ այդ ավազակային խումբը, որ ձևավորվել է այս վերջի 20 տարվա ընթացքում, ինքը իր դեմ ոնց է պայքարելու։ Հին չինական խոսք է, եթե ուզում եք երկրում գողություն չլինի, կայսրը պետք է ազնիվ լինի։ Եթե կայսրը ազնիվ չի, ինչի մասին է խոսքը։ Այսինքն ստեղծել են մի հանձնաժողով, որտեղ հավաքվել են երկրի ամենամեծ թալանչիները եւ հայտարարում են, որ իրենք պայքարելու են թալանի դեմ, հետո էլ ասում են, գիտեք, դա դանդաղ process է։ Որոնց ես դες ասում եմ, եթե նախագահան, երկրի նախագահան ազնիվ մարդ լինի, շատ արագ կոռուպցիան կվերանա։ Վարչապետն էլ հետը կվերանա։ Սոզ Գիմիշյանի եւ Պետրոս Մակեյանի դիտարկմամբ հիմա բառի բուն իմաստով մեկուսացնում են արտախորհրդարանական ընդդիմությանը։ Կարող են գործի դնել ձերբակալության մահակը, դավաճան պիտակավորել, նրանց դիտարկմամբ ելքը միայն իշխանափոխությունն է։ Մենք պարտավոր ենք, պարտադրված ենք հանրությանը հանել փողոց։ Իրավիճակը մինչև 17 թվականը շտկել։ Բայց թե ինչ կստացվի, կյանքը ցույց կտա։ Հայաստանում իշխանափոխության վակումը արձանագրված է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Հայաստանի հասարակությունը ունի բոլոր պայմանները կան, անհրաժեշտ պայմաններ դուրս գալու իշխանությունը վերցնելու։ Մեր ժողովուրդը պայլուն ժողովուրդ է։ 25 տարվա մեջ 4-5 անգամ ազգովի կանգնել է ոտի, բայց քաղաքական գործիչները ինձ էլ է դա վերաբերվում։ Նաև ես քաղաքական էլիտաները չկարողացան ժողովրդի միասնականությունը, վճռականությունը օգտագործեն իշխող պետության եւ երկրի։ Մի պահ խաբել են, մի պահ հետ են քաշվել, ամեն մեկը տարբեր ձևով, բայց մենք ենք ապաշնոր, մեր քաղաքական դաշտն է ապաշնոր։ Սոզ Գիմիշյանը մանրամասնում է նոր ընտրական օրենսգրքով եւս արտախորհրդարանական ընդդիմությունը մեկուսացվում է։ Բավարար է միայն թվարկել ընտրագրավի չափը։ Նախատեսվում է, որ կուսակցությունը, որը մասնակցի, պետք է 10 միլիոն դրամ գրավ դնի։ 10 տարի առաջ 2.5 միլիոն դրամ էր, որը էլի ծանր թիվ էր։ Մենք 2007-ին մասնակցեցինք ընտրությունների մեր կուսակցությունով։ 2.5 միլիոն դրամը շատ ծանր խնդիր էր։ Հիմա 10 միլիոն դրամ։ 10 միլիոն դրամը դա $20,000 է, չէ՞։ Հիմա պատկերացրեք, բացի ընտրագրավից դուք պետք է քարոզություն իրականացնեք, 1000 նյութեր տպագրեք, տարածաշրջաններ, այսինքն երկու հատ էլ այդքան պետք է առնվազն։ Այսինքն դարավ $60,000։ $60,000 Հայաստանում ազնիվ մարդ չի կարող ունենալ։ Անի Գևորգյան, Վրեժ Մարգարյան, Առաջին լրատվական։